Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքը վերջին 2 օրերին համախմբել էր ԱՊՀ երկրների գլխավոր բանկիրներին եւ առաջատար գործարարներին։ Պետերբուրգյան միջազգային բանկային 24-րդ կոնգրեսին հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորությամբ։ Ֆինանսական մարտահրավերների քննարկումներին ամենակարևոր հայտարարությունը արեց Ռուսաստանի գլխավոր բանկիրը։ Արևմտյան հոռետեսական կանխատեսումներին հակառակ Ռուսաստանի տնտեսության ցուցանիշները հուսադրող են։ Տնտեսության ընթացիկ ցուցանիշներն ավելի լավն են, քան որոշ տնտեսագետներ կանխատեսում էին անցած տարվա ամենալարված ժամանակաշրջանում, թեև դեռ վաղ է պնդել, թե ճգնաժամն անցյալում է։ Ինչ կփոխի այդ վիճակը ԱՊՀ մյուս երկրների տնտեսությունում։ Ռուսաստանի գլխավոր բանկիրը նախընտրեց չշտապել կանխատեսումներում, սակայն մի բան ըստ Նաբիուլինայի արդեն հստակ է։ Ռուսաստանում գնաճը սկսել է նահանջել։ Այս պահին մենք կանխատեսում ենք գնաճի նվազում, Կենտրոնական բանկը պետք է կարողանա զսպել գնաճը ու պահել այն մինչև 4%-ի սահմանում։ Ռուսաստանի տնտեսության ապագան ավելի հստակեցրեց ՕՊԵԿ-ը։ Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը Վիեննայի իր գագաթնաժողովին որոշեց սև ոսկու արդյունահանման ծավալը չավելացնել, կպահպանեն օրական 30 միլիոն բարելը։ Դա նշանակում է սև ոսկու գինը չի նվազի եւ ամենայն հավանականությամբ կհասնի $75։ Արդյունքում Ռուսաստանի տնտեսությունը կաճի տարին 1-2%-ով։ Լիլիթ Ասլանյան, ժամը լրատվական։